Ինչքան ուզես այնքան խփենք։ Ինչքան ուզես այնքան խփենք։ Համ չակ ուժնա ձեր, համ մեխ համնալը։ Ոնց ուզում եք օգտագործեք։ Դուք հավատում եք ճակատագրին։ Եթե այո, ապա զգուշ եղեք, որ ձեր հավատը չդառնա գործիք իշխանության ձեռքին։ Իսպանացի հոգեբան Մարտին Բարոն հետազոտություններ իրականացնելով Լատինական Ամերիկայում եկավ այն եզրահանգմանը, որ այդ երկրների բնակիչները չափազանց ճակատագրապաշտ են, եւ դա վատ է ազդում նրանց սոցիալական կյանքի վրա։ Գիտեք թե ինչպես է դա ազդում։ Այս երկրներում փոփոխությունների անհնարինությունը, համատարած աղքատությունը եւ անարդարությունը մարդկանց մոտ ստեղծում է այնպիսի համոզմունք, որ իրենք ինչ էլ անեն, միևնույն է ոչինչ չի փոխվելու, որովհետև ճակատագրով նման բան նախատեսված չէ։ Հայաստանը շատ հեռու է Լատինական Ամերիկայից, բայց մենք էլ ենք ճակատագրապաշտ ժողովուրդ եւ ունենք արտահայտություններ, որոնք դրսևորում են այդ ճակատագրապաշտությունը։ Օրինակ, մեկը ըլնող բանը ըլնելու է, սրանց դեմը խաղ չկա, մեկը ոչ մի բան չի փոխվելու, հայի բախտ է էլի։ Նման արտահայտություններով մենք բացատրում ենք, որ աշխարհն անարդար է եւ որ մենք ոչինչ չենք կարող փոխել։ Սա բերում է նրան, որ մենք մի կողմից ունենք չափազանց անինքնավստահ եւ սեփական ուժերին չհավատացող ժողովուրդ, որը համոզված է, որ ինքը ոչինչ չի կարող փոխել։ Իսկ մյուս կողմից ունենք չափազանց ինքնավստահ եւ ամբարտավան իշխանություն, որը մտածում է, որ ինչ ուզի կանի։ Չգիտեք ես ո՞ն ինչ պետք է անեմ։ Ոդ բաժեմ ծեծեն։ Կատամ ցամաքակ փոքր։ Դավայ թռել։ Առաջ դեպի ապահով Հայաստան։ Շնորհակալ եմ։ Ժողովրդի անինքնավստահությունը մեծացնում է իշխանության սանձարձակությունը։ Արդյունքում իշխանությանը թվում է, որ իրեն ամեն ինչ կարելի է, իսկ ժողովրդին ոչինչ չի կարելի։ Թարմ օրինակ։ Երեք մամուլի ասուլիսի ժամանակ Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը անդրադառնալով Շուշան Պետրոսյանի հետ կապված հայտնի միջադեպին, ահա թե ինչ է ասել։ Facebook-ում, եթե հասարակ մահկանացուն հայհոյում է իշխանության ներկայացուցիչներին կամ այլ մարդկանց, ուրեմն իրենց դեմ էլ պետք է վարույթ սկսել։ Ինչ է նշանակում, եթե հասարակ մահկանացուն վիրավորում է իշխանության ներկայացուցիչին։ Կարող է իշխանության ներկայացուցիչը հատուկ նշանակության բացառիկ մահկանացու է, որին Աստված գործուղել է Հայաստան շատ կարևոր հանձնարարությամբ։ Պարոն Ավետիսյանին պետք է հիշեցնել, որ պատգամավորնել է հասարակ մահկանացու։ Ավելին, որքան էլ տարօրինակ լինի, նա պատգամավորը մյուս մահկանացուների պատգամը վերցնում է եւ բերում է ազգային ժողով, ու հենց դրա համար էլ կոչվում է պատգամավոր։ Այսինքն, պատգամավորը հասարակ մահկանացուների աշխատողն է, որին էլ այդ հասարակ մահկանացուները աշխատավարձ են տալիս իրենց հարկերից, որ նա իրենց պատգամը տանի հասցնի տեղ։ Հիմա ո՞նց է ստացվում, որ աշխատողը գործատուին ասում է. «Լսի, ես իշխանության ներկայացուցիչ եմ, իսկ դու հասարակ մահկանացու ես, այ պլեբեի»։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչ դառնալով, որոշ մարդկանց գլխին ավտոմատ աստվածային լուսապսակ է հայտնվում, եւ ամեն ինչ դառնում է թույլատրելի։ Գլխատել, բռնաբարել, աչք հանել։ Մյուս կողմից քաղաքացիներից շատերը համոզված են, որ իրենք ոչինչ չեն կարող փոխել, այնպես ինչպես որ չեն կարող փոխել իրենց ճակատագիրը։ Եվ արդյունքում իշխանությունն իսկապես դառնում է ճակատագիր, որը սակայն ոչ թե Աստված, այլ հենց ժողովուրդն է գրել իր սեփական ճակատին։